Փետրվարի 18-ից հետո երկրում ստեղծված իրավիճակը Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գնահատեց մեկ բառով՝ ճգնաժամ։ Ազգային ժողովի գործող նախագահը, որ ժամանակին խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին, հիմա բերում է մի օրակարգ, որի արդյունքում ստեղծվելու է հետևյալ վիճակը՝ մարդիկ քննարկելու են, խոսելու են, մտահոգվելու են բոլորովին այլ հարցերով, իսկ խորհրդարանը զբաղված է լինելու այդ իրականության հետ կապ չունեցող քննարկումներով։ Իսկ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձր տրամադրությամբ շնորհավորեց ներկաներին։ Շնորհավորում եմ մեզ դեպի Հայոց Արարատ մեծ վերադարձի մեր ծրագրի համար քվեարկությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 18-ին, շնորհավորում եմ մեզ, որ մենք կարողացանք ճաղավանդակների հետևում Բաղրամյան 26-ում մեկուսացնել չարը, մեկուսացնել բռնազավթիչին։ Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը շարունակելով շնորհավորանքները հայտարարեց, թե փետրվարի 18-ին հաղթել է Ռաֆի Հովհաննիսյանը, ինչը զայրացրեց հանրապետականներին։ Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք։ Ստեղծված իրավիճակը սրեցին թե պարոն Սահակյանի այս, թե ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունները, թե պետք է հարգել Սերժ Սարգսյանին քվետված 860,000 ընտրողի ձայնը։ Այդ 800,000 քաղաքացիները չկան, ուղղակի դրանք դուք խփել եք 58%-ը։ Դուք պայմանավորվել եք խփեիք 90, 80 եւ այլն, հետո որոշել եք 58% խփել։ Ուր են այդ ձեր 800,000 քաղաքացիները։ Նա հնարավորություն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց, որպեսզի Տիկին Փոստանջյանը ավարտի իր միտքը եւ ժամանակը դեռ չլրացած անջատեց նրա խոսափողը, կոչ անելով խոսել օրակարգի շրջանակներում։ Իդեպ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը այսօր հայտարարեց, թե բոյկոտում է այս քարոզիան, այս կերպ իր աջակցությունը հայտնելով այն քաղաքացիներին, որոնք չեն ընդունում փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքները։ Նարինե Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։